Այսպիսով Աստծո խոսքը նաև հաց է, եւ երբ մենք ավելի ենք աճում, մեզ ավելի հաստատուն կերակուր է անհրաժեշտ, եւ դա նույնպես ապահովված է։ Եբրայեցիներին ուղերձի 5-րդ գլխում հեղինակը գրում է այն հրեաներին, որոնք ճանաչողություն ունեին գրությունների վերաբերյալ, եւ նա ասում է այն, որը Աստված կցանկանար ասել մեզանից ոմանց. ձեր գիտեցածի շնորհիվ ձեր գործերը պետք է որ ավելի լավը լինեին, քան հիմա են։ Նա ասում է. դուք ունեք գիտելիքներ սուրբ գրություններից, բայց այն չեք օգտագործում։ Ես ուղղակի կկարդամ այս խոսքերը, Եբրայեցիներին 5-րդ գլուխ 12-րդ խոսքը, որովհետև ժամանակին նայելով պետք է ուսուցանող լինեիք, բայց կրկին կարոտ եք սովորելու, թե ինչ են Աստծո խոսքերի առաջին նշանագրերը, եւ կաթի կարոտողներ եղաք եւ ոչ թե հաստատուն կերակուրի։ Ինչի մասին է սա վկայում։ Նրանք ամենահիմնական եւ պարզունակ ճշմարտություններից բացի չէին կարողանում ուրիշ բաներ յուրացնել։ Որովհետև ամեն մեկը, որ կաթնակեր է, արդարության խոսքին անհմուտ է, քանի որ մանուկ է, բայց պինդ կերակուրը կատարյալների համար է, որոնց զգայարանները մարզված են, կրթված են բարին ու չարը զանազանելու։ Դուք հասկանում եք, աճելու համար պետք է վարժեցնել զգայարանները, դուք պետք է մարզվեք, պետք է կիրառեք Աստծո խոսքը։ Դուք պետք է կիրառեք այն, որպեսզի ճանաչեք իրավիճակը, որի մեջ գտնվում եք, եւ զորությունը, որի հետ գործ ունեք։ Սա է կատարելության ճանապարհը։ Եթե դուք երբեք իրականում չեք կիրառում Աստծո խոսքը, եթե չեք ապրում Աստծո խոսքով, ապա երբեք կատարյալ չեք դառնա։ Դուք երբեք ի վիճակի չեք լինի կաթից կամ մի փոքր հացից ավելի բան ընդունելու, բայց պինդ կերակուրը միայն նրանց համար է, ովքեր կատարելագործվում են, ովքեր ջանադրաբար եւ պարբերաբար կիրառում են Աստծո խոսքը իրենց կյանքում։ Այսպիսով Աստծո խոսքի երրորդ արդյունքը հոգևոր սնունդն է։